Բարև ձեզ, ես Արամն եմ Ազատազենից, գտնվում ենք Ազատազենի քաղաքացիական հրաձգարանում Երևանի ու այսօրվա թվանքի թողարկման համար ունենք բավականին հետաքրքիր զենք գերմանական արտադրության, արտադրված է Գերմանիայի Messerschmitt ընկերության կողմից, մոդելը կոչվում է Messerschmitt MPR 6.5 6.5-ը հենց զենքի տրամաչափի մասին է, զենքը կրակում է 6.5 քրիդմուր փամփուշտներ, զենքը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր նոր պատրաստվում են սկսել զբաղվել ճշգրիտ հրաձգությամբ, գտնվում է բավականին հարմար գնային սեգմենտում, առաջին հայացքից բավականին լավ զենք է ճշգրիտ հրաձգությամբ զբաղվելու համար, ունենք կարգավորվող խզակոդ, բավականին մեծ կարգավորումների դիապազոնով, բավականին հարմար, կարգավորվում է նաև խզակոդի հետևի հետհարվածի մեղմիչի բարձրությունը, ինչպես նաև անկյունը, կարելի է թեքել աջ կամ ձախ ըստ հարմարության, ունենք կարգավորվող թշիկ, բավականին մեծ չափի, այսինքն գլուխը մի քիչ հետ կամ առաջ դնելուց թշիկի կարճության ինչ-որ խնդիր չենք զգա, գալիս ենք առաջ, ուրեմն զենքի վրա տեղադրված է 3 մարտական հենակով, հետևաբար 60 աստիճան պտույտի անկյունով փակաղակ, ըստ արտադրողի կողմից տրվող տվյալների զենքի փակաղակային խումբը, ինչպես նաև փողը սպորտային կարգի են, անգլերեն match grade, այսինքն նախատեսված են ճշգրիտ կրակոցներ անելու համար, կոնկրետ այս մոդելի փողի ակոսի քայլը 1/8 է, այսինքն 8 դյույմ փողի երկարության վրա գնդակը կատարում է 1 ամբողջական պտույտ, այսինքն նախատեսված է միջինից մի քիչ ծանր գնդակներ կրակելու համար, հնարավորություն ունի տարբեր տեսակի փողաբերանի արգելակներ տեղադրելու, կոնկրետ այս մոդելի վրա տեղադրված է բավականին հետաքրքիր ռեակտիվ փողաբերանի արգելակ, երևի էլի արտադրողի կողմից հենց, սրա շնորհիվ ինձ թվում է բավականին թույլ հետհարվածք ունենանք, այս պահին զենքի վրա ունենք տեղադրված Sightmark ֆիրմայի օպտիկական նշանոց, մինչև 30 անգամ խոշորացումով, բավականին լավ պարամետրեր են այս զենքին համապատասխան, ունենք բավականին հարմար ատրճանակային բռնակ, ունենք շասի, որը հնարավորություն է տալիս, զենքը դարձնում է մոդուլյար, այսինքն հնարավորություն է տալիս զենքի վրա տեղադրել ինչ մեզ պետք է ճշգրիտ հրաձգության համար, զենքի վրա կա գործարանային 5 տեղանոց պահեստատուփ և ատրճանակային բռնակի մեջ ունենք ներդիր, որի մեջ կարելի է պահել մաքրման պարագաներ կամ գործիքներ, հիմա կտանենք ճշտադրման տեղամաս, զենքը կճշտադրենք, կհասկանանք ինչ խումբ է հավաքում, կրակելու ենք չեխական Seller Bellow-ի 140 գրեյնանոց փամփուշտներ, այնուհետ կիջնենք հիմնական հրաձգության տեղամաս, կփորձենք արդեն տարբեր հեռավորությունների վրա խոցումներ անել, հասկանանք այս զենքը ինչի է ընդունակ, ցանկանում եմ նաև նշել, որ այս թողարկման համար այս զենքը տրամադրել է Orsis Arms խանութների ցանցը, եթե հետաքրքիր է կարող եք մոտենալ ծանոթանալ զենքի հետ, ձեռք բերել, կան նաև այս զենքի ծալվող խզակոդով տարբերակը, ինչպես նաև նույն Messerschmitt բրենդի, ինչպես նաև Schmeisser և LDT ֆիրմայի էլի գերմանական զինատեսակներ, այսքանը, հիմա գնանք ճշտադրման տեղամաս, եկել ենք ճշտադրման տեղամաս, զենքը արդեն ճշտադրել ենք, հիմա փորձենք 3 փամփուշտից խումբ կրակել, հասկանանք, թե ինչ կստանանք, ամենաձախ թղթին, Անդրեա,
Մի վարքյան չէ, ձախից երկրորդին։ Խումբ կրակեցինք, գնանք մի հատ չափենք, տեսնենք ինչ ստացվեց, իրականում իմ սրտով չեղավ, որովհետև երևի զենքին ծանոթ չեմ, առաջին անգամ եմ այս զենքից կրակում, հետո արդեն կիշնենք ներքև մի քանի տարբեր հեռավորությունների վրա կփորձենք խոցումներ ունենալ։ Այս զենքը հենց այս ճշտադրած օպտիկայով կարող եք խանութից է ձեռք բերել, իրականում սրա փողը եթե հապկատ կարվի, ինձ թվում է շատ ավելի լավ արդյունքներ ցույց կտա, զենքը լրիվ նոր է։ Ինքը այս վիճակում հավաքեց մի մոա խումբ, մեկի մեջ է։ Դե կարծում եմ, եթե մի քիչ ավելի լավ փամփուշտ կրակվի այս զենքով, փողն էլ մի քիչ մշակվի, ինքը ինձ թվում է խումբը բավականին կփոքրանա։ Այսքանը, հիմա գնանք ընդհանուր հրաձգության տեղամաս ու տարբեր դիստանցիաների վրա փորձարկենք, տեսնենք ինչ ցույց կտա։ Եկել ենք հրաձգարանի հիմնական հրաձգության դաշտ։ Հիմա կփորձենք 400 և 500 մետրի վրա մի քանի կրակոց անել, հասկանանք զենքը իրան ոնց է պահում։ Մի հատ էլ նույնին կրակենք, հետո անցնենք 500 մետր։ Կպավ, բայց չգիտեմ որ մասին։ Հիմա փորձենք 500 մետրի էլի փոքր թիրախի վրա խոցում անել երկու հատ։ Այս տրամաչափի համար պետք է որ բավականին հեշտ ստացվի։ Նախավերջին թիրախին կնայես ընկերանջը։ Մի հատ էլ։ Մի քիչ տակ ես կպել։ Ստացվեց փաստորեն։ Զենքը տրամադրելու համար շնորհակալություն Օրսիս Arms խանութների ցանցին։ Այսքանը այս զենքի մասին։ Համեցեք Ազատազենի քաղաքացիական հրաձգարան, մարզվեք, զինվեք, դուք էլ կարող եք դառնալ համայնքի անդամ, ինչպես նաև հետևեք մեր YouTube-ի և Patreon-ի էջերին, որովհետև դրանով նպաստում եք կառույցի զարգացմանը։